Բարև ձեզ։ Ես որպես ցեղասպանությունից մազապուրծ մարդու զավակ եւ մի կողմից արմատներով դրջանցի, մյուս կողմից համարյա արցախցի, այսինքն որպես հայ, նորից ստիպված եմ անդրադառնալ մի անդամալուց ոչխարի, որի անունը Բաղդասարյան Ռոմա է։ Ռոմա, դու ինչ լեզով վիրավորում ես իմ ազգին, այդ նույն լեզով ես քեզ կպատասխանեմ։ Այ ապրանք։ Քեզով է թույլատրել, որ ցեղասպանության մեղքը թուրքերի գրպանից հանես ու գցես դաշնակների գրպանը, կամ էլ ռուսների գրպանը։ Դու ով ես, ավելի ճիշտ դու ինչ ես, որ քննադատես այն ժամանակվա դաշնակների արածները։ Ես այսօրվա դաշնակների մասին չեմ խոսում։ Թեկուզ իրանց էլ ասեմ, իրանց էլ վերաբերում սա, հիմիկվա դաշնակներին, այ ոչխարներ, այս ավանակը ձեզ մեղադրում է ձեր ազգի ազգասպանության մեջ, դուք բերաները ջուր արած պապանձվել եք, խի ձեր մեջ մի պլորով տղամարդ չկա, թե ձեզ մենակ իշխանությունն է հետաքրքրում։ Այժմ փորձեմ Ռոմայի նման ոչխարներին բացատրել, թե ովքեր են եղել այդ ժամանակվա դաշնակները։ Եթե դաշնակները չարթնացնեին հայ ժողովրդին, եթե չկազմակերպեին գյուղերի ինքնապաշտպանություններ, եթե չհապստամեին, դու այսօր Հայաստանում հայերին չէիր հաչա, կհաչեիր թուրքերեն և կհաչեիր որպես երկրորդ սորտի մարդ։ Այո, աչքերդ մի չարեր, եթե նրանք չպայքարեին այդ թվում նաև միջազգային հարթակներում, ով էր քեզ թույլատրում հայկական պետություն վերականգնել, ազգերի լիգայում տեղ ունենալ, ձայն ունենալ, այ քո գլխին թափեն Վարդան Ղուկասյանի ողջ բաղարապաշարը։ Այո, եղել են և հարուստներ, եղել են և մտավորականներ, և ինչ եղավ, 5 վայրկյանում ամեն ինչ կորցրին։ Դու տեղյակ ես 1895 թվականի ջարդերից, կամ դրանից առաջվա ջարդերից։ Դու ինչ գիտես 1909 թվականի Կիլիկիայի ջարդերի մասին, որտեղ համարյա 30,000 հայ կոտորվեց միայն թե նրա համար, որ հայ էին ու հարուստ էին։ Թե հիշեցնեմ 1955 թիվը։ 1955 թվին Կոստանդնուպոլիսում, քեզ համար Ստամբուլում, թուրքերը նորից կազմակերպեցին Ալան-Թալան, բռնագրավեցին հույների ու հայերի տները ու ողջ ունեցվածքը թալանեցին։ Դու դրանց մասին գիտես, թեկուզ որտեղից իմանաս, քոնը միայն բամբասանքներ տարածելն է ու սրա նրա վրա շարկապելը, ինչա թե մի 2 լայք ավել ստանաս։ Դու տեղյակ ես, որ այսօր 21-րդ դարում Հայաստանի քաղաքացին իրավունք չունի Թուրքիայում սեփականություն ձեռք բերելու, միայն նրա համար, որ նա հայ է։ Մինչև հիմա այնտեղ մարդիկ վախենում են ասեն, որ իրենք հայ են կամ քուրդ են։ Դա ես քեզ նման բամբասանքներով լսելով չեմ ասում։ Դա ես իմ աչքերով եմ տեսել, երբ այցելել էի պապական տուն ու Ջերջանում։ Այո, եթե դաշնակները չլինեին, շատ հնարավոր է, որ այսօր մենք հայկական պետություն չէինք ունենա։ Օրինակը մեր աչքի առաջ է, քրդերը, որոնք այն ժամանակ չպայքարեցին իրենց ազատության համար, որովհետև նրանք դարել էին թուրքերի բորենիներն ու չախկալները, ու զբաղված էին միայն թալանելով հայերի ունեցվածքն ու տները։ Մինչև հիմա պետություն չունեն։ Կունենան արդյոք, չգիտեմ, միգուցե կունենան։ Եթե ունենան ինչ գնով։ Այս սխալմամբ հայ ծնված ողորմելի, այ դու թերաչ, թերուս Ղարաբաղցի, դու ինչ իրավունքով ես վիրավորում արցախցի կանանց, մտնում նրանց տրուսիկների մեջ նրանց ոսկիները հաշվում։ Եվ ընդհանրապես դու ինչ ես ուզում արցախցիներից, քեզով այդ իրավունքը տվել։ Դու ով ես, որ որոշում ես ով է լավ հայը, ով է վատ հայը։